Գիտեք, այսօր Տերը մի հիանալի պատգամ ասրտից դրե, որպեսզի ձեր հետ կիսվեմ եւ կարծում եմ, որ սա բոլորիս է վերաբերվում եւ բոլորիս պետք է։ Լավ, պատգամի անունը վերնագիրը սենց եմ դրել. Աստծո ժամանակը երբեք չի ուշանում։ Աստված ունի իր ժամանակը, մարդը ունի իր ժամանակը։ Մարդու ժամանակը այստեղ է, այս ժամացույցով է գնում։ Մարդը այս ժամացույցով է հաշվարկներ անում, մարդու ժամանակը կարա վախից ձևավորվի, չէ՞։ Լինում է դեպքեր, որ մենք վախենում ենք, տագնապի մեջ ենք ու ինչ-որ մի գործողություն ենք մեր կյանքում անում, ինչ-որ մի քայլ ենք անում, որը որ ժամանակից շուտ է լինում։ Եվ ժամանակից շուտ արած քայլերը ինչ է լինում, ոչ մի օրհնություն չի բերում մեր կյանքում։ Ոչ մի լավ բան չի բերում մեր կյանքում։ Բայց տեսեք, Աստծո ժամանակը, դա շատ մեծ տարբերվում է մեր ժամանակից։ Գրված է Աստծո համար 1 օրը 1000 օր է, կամ 1 տարին 1000 տարի է։ Նույնն էլ մենք կարող է 1000 տարվա 100 օրվա կամ չգիտեմ մեծ ինչ-որ պատկերացում, բայց Աստված մի օրում այդ հարցը լուծի։ Այսինքն մեր պատկերացրած ժամանակը ինքը չի բռնում Աստծո հետ։ Մարդկայինը չի բռնում Աստվածայինի հետ։ Բայց ինչքան հիանալ է, երբ որ մենք սովորենք, ունենանք Աստծո տեսանկյունը ժամանակների մեջ։ Ամեն։ Քո համար այսօր չէ՞ այդ քարոզը։ Որովհետև ժամանակների մեջ, ժամանակի մեջ, որը որ մեզ Տերը տվել է, շատ հարցեր կարա լուծվի, շատ օրհնություններ մենք կարանք ունենանք ու շատ անեծքներ կամ վնասներ կարանք ունենանք ժամանակը ճիշտ չօգտագործելու մեջ։ Գիտեք, Աստված ժամանակը տվել է եւ մարդուն տվել է ամբողջ իշխանությունը, անգամ ժամանակը մեզ տվել է, որ մենք իշխենք այդ ժամանակի մեջ, որ մենք ընկերություն անենք ժամանակի մեջ, բայց պետք է ունենանք Աստծո տեսանկյունը։ Եկեք մի հատ տեղ եմ ուզում կարդամ, սա հիմնական խոսքն է լինելու այսօրվա, Հակոբոս 1-ին 2-4 խոսքերը կարդամ։ Լիակատար ուրախություն համարեցեք եղբայրներս եւ տեսակ փորձությունների մեջ ընկնեք, գիտենալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է գործում, իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որպեսզի կատարյալ ու ամբողջական լինեք եւ ոչ մի բանի պակասություն չունենաք։ Ամեն։ Նայեք, լիակատար ուրախությամբ համբերեք։ Տեսեք, շատ բաներ լինում է մեր կյանքում, որ մենք ուղղակի պետքա համբերենք։ Ուղղակի պետքա սպասենք։ Ուղղակի պետքա այդ ժամանակը օգտագործենք սպասելու մեջ։ Այսօր ես ավելի շատ խոսալու եմ, գիտեք, համբերությունից։ Ինչ է համբերությունը, ինչ է անհամբերությունը։ Մենք բոլորս ունենք, չէ՞ այդ խնդիրը, անհամբերություն։ Ես շատ-շատերից եմ լսել։ Գիտեք, այս խնդիրը սատանան վնասել է մարդու մեջ կա, չէ՞, ես միշտ օրինակ եմ բերում, պատկերացրեք այդ երաշտական պուլտը, հա, որ ձայները կարգավորում է, եւ մենք էլ էսի մեր անձն է, որ սենց խանգարված է ամեն ինչը։ Շատ համբերատար մարդ էլ կա, որ սենց անջատված կարող է սենց ներվերի վրա ազդի ուրիշի, որ ինքը ժամանակին պետքա գործողություն անի, բայց չի անում։ Որ ասում է հունցքի ժամանակ քնածը ծույլը դա լավ որդի չի։ Հունցքի ժամանակ, երբ որ գալիս է հունցքը, մենք պետք է արթուն լինենք, ժամանակը ճիշտ հասկանանք եւ օգտագործենք մեր կյանքում։ Բայց երբ որ դեռ հունցքն էլ չի եկել, այսինքն հունցք ասելով ժամանակը դեռ չի եկել քո գործողությունը անելու, մենք պետք է սպասենք։ Եվ գիտեք, ես հավատում եմ, որ Տերը մեզ թույլ է տալի անցնելով, բայց ավելի լավ է մենք ունենանք համբերություն, որպեսզի կարողանանք տեսնենք Տիրոջ ժամանակները, երբ ենք դա անելու, ոչ շատ առաջ ընկնենք, ոչ շատ հետ ընկնենք, ուրախությունով համբերեցեք։ Տեսեք, երբ որ մենք անցնում ենք փորձություններ մեր կյանքում, ճիշտ է, բոլորս անցնում ենք։ Եկեք սենց բոլորիս կյանքը սենց ասեմ, այ սենց է, սենց մի պահ լավ է գնում, լավ է, մեկ էլ դժվարություն է գնում։ Հետո էլի բարձրանում ենք, լավ է սենց, ամեն ինչ լավ է, կոմֆորտ է, ոչ մի տեղ չի ցավում, ոչ մեկ հիվանդ չի, ընտանիքի բոլոր անդամները լավ են, ուրախ են, այսպես լավ է, չէ՞։ Հետո մեկ էլ այսպես կյանքում մի պահ է գալի, որ պետքա համբերես։ Քեզ համար դժվար է, ինչ որ ցավ կա, ինչ որ կորուստ կա, ինչ որ մի բանի պակաս կա, դա դժվար է։ Աստված դա գիտի, Աստված գիտի դա։ Բայց գիտեք, այստեղ, այս ներքև որ դու իջել ես ու սենց դժվար է, այստեղ Տերը գիտեք ինչ ասում, ուրախությունով համբերեք։
ուրախությունով համբերեք։ Գիտեք, համբերելը դա ուղղակի մի բան չի, որ sense պետքա ժամանակ գլորենք, շուտ այդ ժամանակը գնա, ասում է солдат спит, служба идет։ Ես բանակում հիշում եմ, մենք շատ քնում էինք։ Իրականում մենք ուզում էինք ամեն ինչ անում էինք զինվոր ժամանակ, որ շատ քնենք, որտեղ քնում հելում ենք, օրը անցնում էր, քնում հելում ենք, օրը անցնում էր։ Բայց Տերը տիրոջ ժամանակի մեջ, անգամ այդ դժվար ժամանակների մեջ, Տերը ասում է ուրախացեք։ Պետք չի քնել, որտեղ դրա մեջ մենք բան ենք սովորում։ Եթե դժվարությունները չլներ, եթե դժվար ժամանակները չլներ, մենք չէինք սովորի ինչ համբերել։ Որտեղ համբերություն բոլորիս պետք է, չէ՞։ Ում է պետք։ Պետք է մեզ բոլորիս էլ համբերություն պետք է։ Եվ համբերությունը դա մի բան է, որ մենք պետք է համբերելով սովորենք։ Ուրիշ ձև չենք սովորի։ Մեկ մտածում ենք, ասում ենք, ասենց ռոբոտ լինենք, չիպը մեր գլխից հանեն, հա, կամ էլ ինչ որ ամուսինը կնոջ հետ, հա, կոնֆլիկտի մեջ ասում է, ոնց ասեմ Տեր, որ այս մարդը փոխվի կամ այս կինը փոխվի, չէ՞։ Սենց իրար ուզում ենք ուղենք, բան սովորացնենք։ Հեշտ կլներ, չէ՞, որ սենց չիպը հանենք գլխի մեջից, ջարդենք մուրճով, մի հատ մեր ուզած չիպը ծրագրավորենք, ոնց որ մենք ենք ուզում, դնենք այդ մարդու գլխի մեջ ու ինքը տենց լիներ։ Հեշտ կլիներ տենց։ Գիտեք, բայց տենց չի, որտեվ Աստված մեզ ստեղծել է շատ ավելի հիանալի, քան թե մեր պատկերացրածով, որ կարա սենց միանգամից փոխվի։ Միանգամից չի։ Գիտեք, մենք պետք է սովորենք։ Մենք պետք է ժամանակ տանք, ժամանակի մեջ սովորենք ամեն բարի, լավ բան, ինչ որ Տիրոջ հոգուց է։ Մենք այսօր քրիստոնյաներս ունենք հնարավորություն, աշխարհը չունի այդ հնարավորությունը։ Բայց այն մարդը, որ Քրիստոսի հոգուց ծնվել է, նա շատ լավ հնարավորություն ունի սովորելու Տիրոջից ամեն բարի բան։ Ոչ թե դրսից դաստիարակվելու, դրսից մեզ կարող է զսպեն, չէ՞, դրսից տենց է, արտաքնից կարող է կրոնը կամ ինչ որ ընտանիքի անդամը քեզ ուզենա զսպի, որ դու զսպվում ես միտեղ, բայց դա ճիշտ չէ, դու ազատ չես։ Մենք պետք է թույլ տանք Տիրոջը, որպեսզի Տերը փոխի մեզ։ Այսօր հարցը, այսօր քարոզի թեման համբերությունն է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ սովորել համբերել։ Որպեսզի կատարյալ ու ամբողջական լինեք։ Ինչի համար է մեզ պետք համբերություն։ Աստծո խոսքը ասում է, որպեսզի կատարյալ ու ամբողջական լինեք։ Գիտեք, համբերության մեջ, երբ որ մարդը համբերում է, անցած անգամ հիշում եք ես ինչ թեմա է խոսում, խոսքից, չէ՞։ Ով որ իր բերանով չի, իր խոսքերով չի վատ բաներ խոսում, նա կատարյալ մարդ է։ Իսկ ով է սխալ բաներ միշտ խոսում բերանով։ Ում բերանից է միշտ սխալ խոսքեր դուրս գալի, որ հետո էլ փոշմանում ենք, ասում ենք ինչի ասեցի էսի, պիտի չասեի էսի։ Կամ չենք էլ շատ դեպքում չենք էլ հասկանում, դախի ասեցինք, առանց հասկանալու ենք ասում։ Անհամբեր մարդը միշտ արագ է, միշտ առաջ է ընկնում։ Միշտ, գիտեք, Սատանան, ես չգիտեմ թխի է տենց, ես չգիտեմ ինչու է Տերը թույլ տվել, որպեսզի Սատանան առաջ ընկնի։ Միգուցե ինքը անհամբեր է, իսկ Աստված երկայնամիտ է, Աստված շատ համբերատար է, Աստված ցույց է տալիս իր երեսը մեր կյանքում, Սատանան էլ իր երեսն է ցույց տալիս։ Սիրելիս, երբ որ քո մեջ կա ճնշում, որպեսզի դու արագ ինչ-որ պատասխան տաս, արագ ինչ-որ հարց լուծես, ինչ-որ մի բանի մեջ սենց ռեսկի լինես, դա իմացի Աստծուց չի, Աստված տենց չի անում։ Տեսեք Աստված բնությունը ոնց է ստեղծել, ասում է նայելով բնությանը կհասկանանք, կհավատանք, որ Աստված կա։ Երբ ենք տեսել, որ ծաղիկը օրինակ սենց միանգամից դուրս գա սենց ծաղիկ հայտնվի։ Տենում ենք, չէ, որ ծաղիկ կամաց սենց խոտնա դուրս գալի, կանաչ, հետո բացվում է, սենց ընթացք է, չէ։ Աստծու բնությունը հենց տենց է, ընթացք է։ Ինքը գեղեցիկ է ամեն ինչը լինում, ժամանակ է պետք ամեն ինչին։ Եվ երբ որ մենք հույսներս դնում ենք Աստծու վրա, մեր կյանքը գեղեցիկ է լինում։ Չէ՞ որ Տերը ասեց, եղեք այս աշխարհի աղն ու լույսը, որպեսզի այդ գեղեցկությունը մենք ցույց տանք այս աշխարհին։ Դրանով պետք է տարբերվենք մեր այսօրվա քարոզը դա մեր համբերությունով։ Եվ Տերը ուզում է մեզ այսօր համբերություն սովորացնի։ Տեսեք, այսօրվա աշխարհը, այս նոր աշխարհը, որտեղ որ մենք այսօր ապրում ենք, ինքը հակառակ աշխատանք է տանում մարդու հետ, որովհետև աշխարհի իշխանը ով է? Սատանան։ Աշխարհի իշխանը Սատանան է, եւ Սատանան ունի ցանկություն, ունի կամք կապելու իր ցանկությունը, իր կամքը մարդկանց վրա, աշխարհի վրա։
Եվ այդ ճնշման տակ բոլորը ընկնում են, ուզեն թե չուզեն։ Եկեք պարզ լինենք, տեսնենք այս աշխարհը այսօր ոնց է արագացել, շատ արագ է դարել, չէ՞։ Արագ ինտերնետ, արագ սնունդ։ Այն ժամանակ պետքա որ արագ սնունդ չի, եկեք պարզ լինենք, արագ սնունդը ինքը օգտակար չի, ճիշտ է։ Որ sense արագ այն fast food-ը ինչա, McDonald's եւ այլ այդ տեղեր որ գնում, ինքը օգտակար չի։ Բայց եթե ուզում ես օգտակար սնունդ, դու պետքա սպասես։ Եղել է ժամանակ, որ գնում ես մի սնունդ ես պատվիրում, պետք է մի կես ժամ, 40 րոպե, անգամ մի ժամ սպասես, մինչև քո սնունդը բերեն ու դու վայելես այդ սնունդը, որտեվ դա օգտակար է։ Դու սպասել ես դրան եւ դու ավելի հաճույքով ես դա վայելում, ինչին որ դու սպասել ես, քո սպասվածն են քեզ բերել։ Բայց ինձ որ sense արագի մեջ է լինում, sense McDonald's մեկ մտնում ենք ճանապարհների վրա, որ անցնում ենք, բան երեխեքը, պապա մտնենք McDonald's, երեխեքի խաթր, ես չեմ սիրում։ Բայց այդ արագ ուտելիքը, որ արագ ուտում դուրս են գալու, ոնց որ բան չհասկանանք։ Ասում են գնանք տուն մի հատ մեր հաց ու պանիրը ուտենք, բան հասկանանք։ Գիտեք, արագության մեջ չկա ոչ մի օրհնություն։ Այսօր աշխարհը մեզ է ուզում սովորացնի արագ հաղորդագրություններ։ Մենք կարանք այսօր շատ արագ հեռախոսային WhatsApp-ով վիդեո զվանոկ անենք, հա, մեկ էլ մեր բարեկամին Հայաստանի մեր բարեկամին մի անգամից տենանք, sense դեմքով տենանք, ոնց ես, ոնց չես, մի վայրկյանում մենք կարանք իրար այսօր տեսնենք, իրար հաղորդագրություն ուղարկենք։ Այն ժամանակ տենց չի եղել։ Գիտես, ես հիշում եմ այն ժամանակ, որ չկար այս արագությունը, ճիշտ է, փոքր եմ եղել, բայց հիշում եմ, որ ավելի քաղցր էր։ Ես օրինակ իմ բարեկամին, որ գնում էի Հայաստան, այցելում էինք մեր բարեկամին, նենց էինք կարոտում, sense գրկում էինք, չենք ուզում բաց թողնենք, անգամ արտասվում էինք այդ կարոտից։ Բայց այսօր գնում ենք, տեսնում ենք մեր բարեկամներին հեչ էլ չենք կարոտել։ Որտեվ սա օրս են իրար հետ խոսում, գրվում, նայում, հեռվից հեռու։ Բայց շփում չկա իրար հետ։ Գիտեք, այս արագությունը մարդկան սրտերը մի ձևի ինքը կոպտացնում է, սառացնում է, փոխում է, մարդու վիճակը փոխվում է։ Բայց Աստված ուրիշ օրենք ունի։ Աստծո արքայության ժամանակը լրիվ ուրիշ ձև է։ Ես ասացի, Աստված երբեք չի շտապում ու երբեք չի ուշանում։ Միգուցե ժամանակ մենք կարծենք, թե Աստված ուշանում է, Աստված չի պատասխանում կամ Աստված մոռացել է։ Սիրելիս, հնարավոր չի, որ Աստված մոռանա, չտեսնի, դա լավ հիշի քո կյանքում ու ուշանա։ Դա հնարավոր չի։ Աստված երբեք չի ուշանում։ Աստված երբեք չի անտեսում։ Շատ հաճախ Աստված ասում է սպասիր։ Կարող ենք սպասենք։ Գիտես, սպասիր միշտ Աստծուն։ Եթե ուզում ես դու քո կյանքի մեջ ունենաս կատարյալ օրհնություն, չէ՞ որ մենք պետքա բավարար լինենք։ Ով է համաձայն, որ մենք պետքա բավարար լինենք։ Մենք պետքա բավարարված լինենք Աստծու օրհնությունով։ Եթե ինչ-որ մի բան մարդու կյանքում պակաս է, եսի նկատի ունեմ Աստծու սերը, Աստծո օրհնությունը, այն ինչ որ Աստված գիտի ու մենք էլ գիտենք, որ սրա կարիքն ունենք, չէ՞, Հիսուսը ինչ ասում։ Ասում է, հոգ մի արեք, ասում է։ Առաջինը փնտրեք Աստծո արքայությունը, եւ Հայրը գիտի ձեր կարիքները։ Ինքը գիտի ինչով պետքա քեզ բավարարի։ Դու միգուցե այդքան չես, գիտեք, մենք սահմանափակվում ենք մեր կյանքում, ասում ենք, այսքանը թող լինի Տեր, այս ինձ տուր, այլ բան չեմ ուզում։ Բայց Հայրը ավելի գիտի, թե քեզ ինչա պետք, եւ Հայրը այնա քեզ տալի, ինչով դու լիակատար բավարարվում ես։ Ու դու լինում ես կատարյալ։ Մենք գիտեք, սիրելիներ, պետքա այս երբ որ դու բավարարված ես Աստծո օրհնություններով, երբ որ դու խաղաղության մեջ ես Աստծո հետ, գիտես դու կատարյալ ես դառնում։ Ինչ է նշանակում կատարյալ ես դառնում։ Դու համբերատար ես։ Դու լցված ես Աստծո սիրով։ Դու խոսում ես, դու չես վռազում քո խոսալուց, քո որոշումները ընդունելուց, քո քայլերը անելուց, դու չես վռազում։ Դու խաղաղության եւ հանգստության մեջ ես դա կատարում եւ ամեն քո քայլ, ամեն քո որոշում, ամեն քո խոսք քո բերանից ինչ որ հելում է, օրհնություն է բերում, համ քեզ լսողին, համ քեզ։ Չէ՞ որ սա լավ է։ Գիտեք, սրա այս ամեն ինչի սկիզբը, կարևորությունը հենց համբերությունն է։ Հենց համբերությունն է, որ մենք պետքա Աստծո տեսանկյունից նայենք այս ժամանակին։ Ինչքան ես պետքա սպասեմ, ինչքան ես պետքա համբերեմ։ Ամեն։ Գիտեք, ստեղ, երբ որ Աստված սիրտ քննող է, եւ Աստված փորձում է մարդու սիրտը, իրականում Աստված անգամ
իր որդուն փորձեց, Հիսուսին։ Այո, Հիսուսը Աստված է եւ Հիսուսը մարդ էլ է։ Ինքը ամարդ է, ինքը Աստված է, բայց Հիսուսի մարդ տեսակը Աստված փորձության բերեց, որպեսզի փորձի նրա համբերությունը Հիսուսի։ Եվ հենց այդ համբերության այս ընթացքում Աստված քննում է մեր սիրտը։ Գիտեք, ես հավատում եմ, որ Աստված մեծ օրհնություններ ունի ամեն մեկի համար, ամեն մեկի համար։ Աստված ժլատ չի, ինքը չի պահում, իր մոտ երեսչափություն չկա, ասենք մեկին օրհնեմ, մյուսին չօրհնեմ, մեկին տամ, մյուսին չտամ, չէ։ Տերը սիրում է բոլորին։ Տերը ուզում է ամեն մեկի կյանքում էլ լինի առատություն, օրհնություն, խաղաղություն, ամեն ինչ որ Իրանից գալիս է, դա բարի է, բարիք է ուզում Տերը։ Տերը ոչ մի չար բան չի ուզում, գիտեք, իր մեջ, Աստծո մեջ միշտ բարի է բխում, միշտ բարի է բխում, ու իր ցանկությունը Աստծո, որպեսզի միշտ անի բարին, 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 ամեն մեկի կյանքում հավատացեք ինքը բարի է ուզում անի, բայց ինքը ուզում է նախ բարի գործը գալը, ինքը ուզում է քո սիրտը պատրաստ լինի, որպեսզի դու հասկանաս, որ դա Իրանից է, որպեսզի դու ընդունես այդ բարիքը ու ճիշտ պահես քո կյանքում, չկորցնես։ Գիտեք, սատանան գող է, Տերը կարա քեզ բարիք տա, օրհնություն տա, բայց սատանան կարա գողանա էդի քո ձեռից, որովհետև Տիրոջ օրհնությունն ու բարիքը գիտեք որտեղ պետքա տեղավորենք, մեր սրտի մեջ, որտեղ ինչ որ դու տեղավորեցիր, դրեցիր քո սիրտ, քո սրտի մեջ, այնտեղ սատանան չունի մուտք, ինքը չի կարա գողանա ինչ որ դու քո սրտով ես վերցրել, այն օրհնությունը, այն բարիքը, այն հրաշքը, որ Տերը կանի քո կյանքում, եթե դու դնես քո սրտի մեջ, սատանան չի կարա գողանա։ Դրա համար ժամանակ առ ժամանակ մենք անցնում ենք ընթացք, որտեղ պետքա համբերենք, որտեղ պետքա մի քիչ նեղություն անցնենք, բայց այս նեղության մեջ Հակոբոսը ասում է ուրախ եղեք, որտեղ Տերը ինչ որ բան է պատրաստել քեզ տա։ Ինչ որ բան արդեն պատրաստ է, Տերը ուզում է տա, ուղղակի քո սիրտը պետքա ընդունի դա։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է ձեր մարգարիտները մի շաղ տվեք, չէ՞։ Էսի Աստծո բնությունն է։ Աստված չի սիրում իր եղածը, այսեն շաղ տա, ինչ կլինի, կգողանան, թող գողանան։ Տվեցինք, ուզում է պահի, ուզում է չպահի։ Տերը տենց չի ուզում։ Գիտես, որովհետև Աստված ինչ ունի, դա շատ թանկ է։ Իր համար դա շատ թանկ է։ Շատ ժամանակ մարդիկ չեն գնահատում Աստծո օրհնությունները։ Շատ ժամանակ մարդիկ անտեսում են կամ չեն էլ տեսնում, կամ էլ ասում են, հա, փառք ես Տեր, շնորհակալ եմ, ունեմ, բայց իրանք սրտի մեջ չեն տեղավորում դա։ Եվ սատանան գալիս է ու գողանում է։ Ես հավատում եմ, որ բոլոր մարդկանց կյանքում, բոլոր, ոչ թե մենակ հավատացյալների, անգամ անհավատների, արդարների եւ անարդարների, բոլոր մարդկանց կյանքում կա շատ զանազան օրհնություններ, շատ զանազան պահեր ա եղել, երբ որ Տերը պաշտպանել ա, օրհնել ա, պահել ա, չարից ազատել ա։ Շատ մարդկանց, ես հավատում եմ բոլոր մարդկանց կյանքում դա տեղի ա ունենում։ Բայց ովքեր են դրանք հասկանում։ Շատ քչերը։ 10 հոգու Հիսուսը բժշկեց։ 10 հոգու։ Գնացին։ Պատկերացնում եք, գնացին։ Ասես դե գնացեք, ձեզի ցույց տվեք քահանաներին, հա, քահանային, թող քահանան պետքա արձանագրեր, որ մաքուր են, որ իրանք կարողանան դուրս գան արդեն մարդամեջ, հա, այն ժամանակ երբ որ հիվանդ են, իրանք իրավունք չունեն մարդամեջ դուրս գային, իրանց տունը գնային, ապրեին։ Եվ Հիսուսը ասեց. ես ձեզ բժշկում եմ, գնացեք քահանային ցույց տվեք, թող քահանան ձեզ բաց թողի, մտեք մարդամեջ։ Գիտեք, մի հոգի, այդ 10-ից մեկը ասեց գնամ Տիրոջը շնորհակալություն ասեմ։ Մեկը 10-ից մի հոգի, որտեղ մարդը առաջինը փնտրում է իր շահը, ինձ հիմա լավ լինի, հետո ոչինչ։ Ես հիմա գնամ քահանան ինձ արձանագրի, որ ես ազատ եմ, գնամ տուն, գնամ ընկերներիս մոտ, բայց այս մեկը ասեց՝ մի րոպե, գնամ հլը Տիրոջ շնորհակալություն ասեմ։ Գիտեք, Աստված իրան երկրպագողներ է ման գալիս։ Գիտեք, դա էլ է երկրպագություն, երբ որ մենք Տիրոջը շնորհակալ ենք լինում։ Երբ որ մենք Տիրոջը ասում ենք, Տեր, շնորհակալ եմ, որ դու այս բանը ինձ տվել։ Գիտես, Տերը ասում է, փոքր բաների մեջ, դու ինձ նկատի քո կյանքում, ասում է, ինձ նկատի, իմ գործերը քո կյանքում նկատի, ես քեզ ավելին ցույց կտամ, ես քեզ ավելին կտամ։ Աստված ուզում է մեզ շատ տա։ Ուզում է շատ օրհնություն տա, բայց մենք պետքա կարողանանք վերցնենք դա, պահենք դա։ Եթե մենք մի բան չենք կարա պահենք, նա չի տա։ Էդի նույնն է, ոնց որ իմ երեխեն ասի, Հայաստանում շատ է, չէ՞, դες դեպքեր լինում, այն վերջին զանգերս վերջերս,
անչափահաս երեխեքը 10-րդ դասարանը ավարտել, պապ ավտոն կտած գնամ վերջին զանգ։ Գիտեք ինչքան շատ վթարներ ա լինում, մահացու դեպքեր ա լինում։ Գիտեք դա նորմալ չի։ Աստված տենց չի, Աստված կտա այն, ինչ որ քո ժամանակը արդեն հասունացած կլինի եւ դու արդեն կկարողանաս դա պահես։ Երեխուն նվեր տալը, մեծ նվեր տալը շատ լավ բան է, օրհնություն է, բայց այդ երեխան պետքա կարողանա դա պահի։ Այդ երեխու համար այդ օրհնությունը պետքա օգուտ բերի, ոչ թե վնաս բերի։ Դրա համար Տերը պատրաստում է քո սիրտը սիրելիս եւ ելի եմ ասում, ելի հետ եմ գնում այն հիմնական խոսքին։ Ուրախությունով անցեք ձեր համբերությունը, ձեր դժվարությունը, ուրախությունով անցեք, ոչ թե ժամանակ գլորենք, այլ ուրախությունով անցնենք, որտեղ այդ ուրախության մեջ ձևավորվում է մեր սիրտը, չէ՞։ Երբ որ դու ուրախությունով ես անցնում, դա քո օգուտն է, որտեղ քո սիրտը ձևավորվում է, պատրաստվում է, որպեսզի դու ստանաս Աստծո օրհնությունը։ Ամեն։ Իսկ եթե տրտունջով, տխրությունով անցնենք, մեր սիրտը չի պատրաստվում։ Մեր սիրտը պատրաստ չի վերցնելու այն ինչ որ Աստված ա տվել։ Ու գիտեք ինչ ա կատարում։ Մարդը արագ քայլեր ա անում։ Տեսնում ա, ահա, չստացվեց։ Ես հավատում եի, որ Աստված դու ինձ կօգներ, բայց եկավ ժամանակը, արդեն 25 տարի երեխա չեմ ունենում, Ավրամն ասում էր։ Աստծուց առաջ ընկավ։ Ուզում էր Աստծուն օգնած լիներ։ Աստծուն օգնություն պետք չի սիրելիս։ Աստծուն պետք չի օգնել, ինքը չի ուշանում երբեք։ Աստծուն պետքա քո սիրտը, Աստծուն պետքա քո պատրաստ սիրտը, եւ քո սիրտը պետքա ուրախանա դժվարության ժամանակ։ Ինչի՞։ Ես մի հովիվ եմ հիշում, իմ հովիվներ, երբ որ խնդիր էր, մի անգամ ասեց, սենց խնդիր ունեմ, ասեց, շատ լավ է, ասեց, էդի լավ լուր է, ասում եմ, ո՞նց լավ լուր է։ Ասում եմ, ուրեմն դուրս կգաս խնդիրիցդ, բա որ չունենայիր ո՞նց էիր դուրս գալու։ Դա շատ լավ է։ Իհարկե, երբ որ կա, էդի լավ է, մենք պետք է մեր տեսիլքը, Աստված տեսիլք է տալիս իրենից։ Այսօր քեզ Աստված տեսիլք է տալ, ինչ խնդիր էլ որ ունես, դա լավ է, որովհետև դու դրա մեջից պետք է դուրս գաս։ Ասա ես պետք է դուրս գամ իմ խնդիրի մեջից, Հիսուս Քրիստոսով, որովհետև Տերը մեզի հանելու է խնդիրի մեջից, երբ որ մեր սիրտը ուրախ լինի եւ հուսա Տիրոջը։ Ամեն։ Գիտես, անհամբերությունը ինչ է անում։ Անհամբերությունը մեզ ստիպում է առաջ ընկնել Աստծուց։ Կարանք մենք Աստծուց առաջ գնանք, չենք կարա։ Մենք պետք է Աստծուն հետևենք, որտեվ Աստված Աստծու ընթացքը ոնց որ կա մեր կյանքի մեջ, չէ՞, մենք Սուրբ Հոգով ենք առաջնորդվում։ Սուրբ Հոգին, երբ որ գալիս է մեր կյանք, ինքը ունի ընթացք, ինքը գիտի քեզ ոնց տանի, ինքը գիտի քեզ ինչ արագությամբ տանի, ինքը գիտի քո ճանապարհը ոնց տանի։ Մենք ժամանակ առ ժամանակ չենք համբերում եւ Սուրբ Հոգուց առաջ ենք ընկնում մեր որոշումների, մեր քայլերի, մեր մտքերի։ Իսկ համբերությունը, երբ որ մարդ համբերություն ունի, համբերությունը սովորացնում է մեզ քայլել Աստծու հետ։ Քայլել Աստծու հետ։ Աստծու այս ընթացքը պետքա ճիշտ լինի, ոչ հետ ընկնենք, ոչ առաջ ընկնենք Աստծուց, դա նորմալ չի։ Երբ որ մարդը հետել է անգնում Աստծուց, գիտեք, Հիսուսը գնում է։ Ինքը միշտ գնում է, ինքը չի կանգնում։ Հիսուսը, Աստված ինքը ընթացքի, ինքը կյանք է, ինքը կյանքի ընթացքի մեջ է, ինքը միշտ մեզ տանում է։ Մարդու խնդիրը ստեղ է, երբ որ մարդ կամ հետ կարա ընկնի Աստծուց, կամ շատ արագ լինի ու առաջ գնա Աստծուց։ Ոչ մի տեղն էլ օրհնություն չկա, բայց երբ որ մենք ունենք համբերություն, համբերության մեջ գիտեք ինչ կա, խաղաղություն։ Եվ դու երբ որ ունես խաղաղություն, դու ընթանում ես Աստծու հետ, դու քայլում ես Տիրոջ հետ։ Քո օրը անցնում է Տիրոջ հետ։ Հիսուսը ինչ էր սովորացնում։ Ասում էր, հոգ մի արա վաղվա օրվա մասին։ Այսօր շուտ հարցերս լուծեմ, որ վաղը սենց լինի։ Այսօր էսի անեմ, որ վաղը նես լինի։ Դա սխալ է։ Դա սխալ միտք է, որը որ Աստծուց չի։ Մենք պետք է ունենանք համբերություն, հոգ անենք այսօրվա օրվա մասին։ Այսօր մեզ Տերը օր ա տվել, ճիշտ է։ Եվ այսօր մենք պետք է ապրենք։ Իսկ վաղը մենք չգիտենք ոնց է լինելու։ Վաղն էլ կարթնանանք, վաղն էլ կապրենք, փառք Տիրոջը։ Բայց ես համոզված եմ, երբ որ մենք այս օրը, որ Տերը մեզ տվել է, ապրենք Տիրոջ հետ, քայլենք, առաջ չընկնենք Տիրոջից եւ հետ էլ չընկնենք Աստծուց։ Ես համոզված եմ, որ քո վաղվա օրն էլ է լավ լինելու։ Եվ դու վաղն էլ տես կգնաս, եւ մյուս օրը էլ լավ լինելու։ Հիանալի է, երբ որ մարդ Աստծու հետ է քայլում, որտեղ Աստված օրհնությունն է։ Որտեղ Աստված, այնտեղ օրհնություն է, այնտեղ չի կարա անես լինի, այնտեղ չի կարա
սատանայի գործեր լինի, Հիսուս ասեց սատանայի դարպասները դժողքի, ինչ չեն մոտիկանա։ Ինչքան դու մոտիկ լինես Տիրոջը, այնքան ապահով կլինես։ Ուրիշ ապահով տեղ ես աշխարհում չկա։ Միակ ապահով տեղ ես աշխարհում Հիսուսն է։ Հիսուսին մոտիկ եղի։ Ամեն ինչ արա, որպեսզի Հիսուսին մոտիկ լինես, Հիսուսի հետ քայլես, մի վախեցի ոչ մի բանից։ Լսիր, սիրելիս, վախը ինքը չպետք է քեզ թելադրի քո ժամանակը, քո որոշումները, քո ընթացքը։ Շատ ժամանակ մարդը, որպես վախից ելնելով, այսինքն վախն է իր վրա ազում եւ ինքը արագ քայլ է անում ինչ-որ։ Կամ էլ վախը ազում է, որ ինքը չանի այդ քայլը։ Ինչ-որ մի քայլ, որը որ Տերն է տվել, Տերը արդեն եկել է ժամանակը, Տերը օրհնել է, մի բան տվել է եւ մարդը վախենում է վերցնի իր օրհնությունը։ Գիտես, Աստված մեզ չտվեց վախի հոգի։ Աստված մեզ տվեց որդեգրության հոգի։ Մենք պետքա այս որդեգրության հոգին խոսում է մեր մեջ, որ մենք Աստծո երեխեքն ենք։ Աստծո երեխեքն ենք։ Երբ որ Տերը քեզ բան է տալիս, մի վախեցի վերցնել։ Միգուցե դու ասես, ես դրան արժանի չեմ Տեր, ես ով եմ, դու ինձ sense բան ես տալի, ու չվերցնես քո օրհնությունը։ Դա էլ է վախից գալիս։ Վախը քեզ կարա կամ կանգնացնի, հետ գցի, կամ էլ վախը քեզ կարա արագացնի։ Ինչ է անհամբերությունը։ Անհամբերությունը ինքը միշտ ուզում է շուտ պատասխան ստանա։ Անհամբերության մեջ հայերեն բառը չգիտեմ, раздражение, ինքը sense գրգռված է, բորբոքված է, sense ինքը ուզում է մի անգամից այդ հարցը լուծի, շուտ այդ հարցը լուծի։ Գիտեք, բայց դա ճիշտ չի։ Ես մի անգամ ատամնաբուժի մոտ էի, այն ամենավերջի ատամը որ կա, որ հա, ասում են պետք չի ոչ մեկին, դա չգիտեմ, պետքա պետք չի, ամեն դեպքում ասում են պետք չի։ Ինքը լավ վիճակում չէր, պետքա հան։ Իմ բժիշկը ուղիղ երևի 2.5-ից 3 ժամ այդ ատամը հանում էր։ Ու գիտեք ոնց էր համ։ Սենց մի քիչ շարժում էր, ու հետո պաուզա էր անում, հետո խոսում էինք մենք իրար հետ։ Հետո մի քիչ էր շարժում, թուլացնում էր, հետո էլի էինք խոսում։ Հետո մի կես ժամը մեկ մի քիչ սրսկում էր։ Գիտեք, ես չզգացի ինքը ոնց այդ ատամը հանեց։ Հետո ես իրան հարց տվեցի, ասեցի՝ միշտ է սենց պետքա 3 ժամ մի հատ ատամ հանեք, ասում եմ ես կարամ 10 րոպեում հանեմ, ես կարամ մի րոպեում հանեմ քո ատամը, բայց քո վնասվածքը մեծ կլինի, դու հետո պետքա տառապես այդ վնասվածքի համար։ Բայց ես քեզ սեր եմ ցուցաբերում, ասում եմ, ես շատ նուրբ եմ անում, որպեսզի քեզ չցավա, որպեսզի դրանից հետո ավելավա դու հիմա 3 ժամ դիմանալ, բայց դրանից հետո վնասված չունենաս։ Գիտեք, դա Աստծուց է, դա Աստծուց է, հանգիստ, խաղաղ ամեն ինչը իր ժամանակին։ Այդ գրգռվածությունը, արագ ինչ-որ հարց լուծելը, արագ ինչ-որ գործողություն անելը, այսի անենք պրծնենք գնանք, ինչ-որ պտիչկեն թող դնեցին, վсё, մենք էսի արել ենք։ Դա ճիշտ չի։ Դա ճիշտ չի։ Պետք չի արագ լինել ամեն ինչի մեջ։ Ինչ է նշանակում անհամբերություն։ Տեսեք, Աստվածաշունչը անհամբերության անուններ է դնում։ Չվստահել Աստծո ժամանակին։ Անհամբերությունը ինքը չի վստահում Աստծո ժամանակին։ Մենք հավատում ենք, որ Աստված ունի իր ժամանակները։ Տեսեք, Հիսուս Քրիստոսը խոստացված էր աշխարհի փրկության համար հենց ի սկզբան ծննդոց գլխից արդեն, երրորդ գլխից արդեն Աստված խոստացել է Հիսուսին, որ կնոջից կծնվի մեկը, որ օծի գլուխը կտրորի։ Ծննդոց գրքից անցավ մոտավորապես 4000 տարի ու Հիսուսը ծնվեց։ Դեն մեկ ժամանակը, Աստված ունի իր ժամանակը, բայց պետք է ամեն ինչ ճիշտ դասավորված լիներ, որպեսզի այդ ժամանակը ճիշտ օգտագործվեր։ Աստված երբեք ոչ վռազում է, ոչ հետ անգնում։ Իսկ այն ժամանակվա մարդը միգուցե մտածեր, Հիսուսը հələ չեկավ, ես մեռա գնացի։ Բայց տեսեք, Աստված, Աստծո ժամացույցը գիտեք ոնց է։ Աստված նայում Աստծո ժամացույցը աշխատում է հավիտենության մեջ։ Ինքը հավիտենության մեջ է տեսնում այս ամեն ինչը։ Մարդու ժամանակը աշխատում է հիմա։ Էսա ինչ կլինի։ Վայ ինձ, կործանվեցի, մեռանք, պրծանք, հիվանդացանք, սենց է մարդու ժամանակը աշխատում։ Բայց Աստված հավիտենության մեջ է տեսնում։ Տեսեք, անգամ այն մարդիկ, որ մահացել էին, մինչև Քրիստոսի ծնվելը, ով որ իրանց պետքա փրկեր, վերջը Հիսուսը փրկեց իրանց։
Փրկեց իրանց։ Մենք գիտենք, երբ որ Հիսուսը մահացավ, ինքը գնաց դժոխք եւ հանեց այդ մարդկանց այդտեղից։ Ամեն։ Ոչ մեկ էլ չկորավ։ Որովհետև Աստված տեսնում է ժամանակներից դուրս անգամ, Աստված տեսնում է հավիտենության մեջ։ Եվ գիտեք, Տերը ուզում է մեզ, որպես մենք իր զավակներ, Տիրոջ, ինքը ուզում է, որպեսզի մենք էլ տենց նայենք, մենք էլ այդ ժամանակի մեջ ապրենք, մենք էլ այդ ժամանակը կարողանանք ճիշտ ընկալել Տիրոջ ժամանակը, ոչ թե մարդկային։ Գիտեք, մենք աստվածային Աստծուն ունենք մեր մեջ, եւ մենք պետք է Աստծու նման լինենք ապրելուց, Աստծու նման նայենք, լսենք, պատկերացնենք, որոշումներ ընդունենք։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Աստվածաշնչյան իմաստով անհամբերությունը ինչ է նշանակում։ Սեփական ճանապարհով լուծել խնդիրը։ Անհամբերությունը էս է։ Առաջինը՝ չվստահել Աստծու ժամանակին, սեփական ճանապարհով լուծել խնդիրը։ Ես այս հարցը կլուծեմ, ես էսի կանեմ։ Մեր բոլորիս կյանքում է շատ է եղել դեպքեր, երբ որ մենք մեր ճանապարհներով ենք հարցը լուծել, հետո էլ փոշմանել ենք։ Իզուր էսի արածի, չէ՞։ Ինչքան ենք, քանի անգամ ենք ասել մենք մեր կյանքում իզուր էլ էսի արեց, էսի չպետք է անեի, սրան չպետք է ինչ որ այս քայլը, շատ է եղել դեպքեր։ Դա նշան է անհամբերության, երբ որ մենք չենք համբերում։ Եվ երբ որ մենք առաջ ենք ընկնում Աստծու կամքից, դա ոչ մի օրհնություն մեզ չի բերում։ Հետո էլ մեր ժամանակը պետք է էլի երկարի, մեր ժամանակը, երբ որ մենք առաջ ենք լինում, ընկնում Աստծու կամքից, մեր սեփական ուժերով ենք ինչ որ հարցեր լուծում, հա, հետո էլ ամեն ինչ քանդում ենք, այն ինչ որ պետք է ստանանք, արդեն պատնեշներ կա, քանդված տեղեր կա, եւ մեր ժամանակը, այս ներքևի ժամանակը, չէ, որ մենք դժվարություն ենք անցնում, ոնց որ Հակոբոսը ասում է, այս դժվարությունը անցնելուց, երբ որ մենք մեր սեփական ուժերով Աստծուց առաջ ենք ընկնում, մեր կարծիքներով ենք ապրում, գիտես դու այդ ժամանակը երկարացնում ես։ Ով է ուզում երկար մնա ճնշման տակ։ Ոչ մեկ չի ուզում։ Երկար ենք մնում ճնշման տակ, որովհետև մենք մեր սեփական ուժերով ինչ որ բաներ ենք ուզում անել, չենք վստահում Աստծու ժամանակին, առաջ ենք ընկնում Աստծուց, դա երկարացնում է մեր այս նեղության ճանապարհը, բայց ոչ մեկ չի ուզում երկար ընտեղ մնա, որտեղ երկար ընտեղ մնացող մարդը վաղը միսօր կարող դեպրեսիայի ենթարկվի, հետո էլ պետք է այդ մարդուց դեպրեսիայից մի հատ հետ բերենք։ Սիրելիս, բայց որ դու հանգիստ ես, խաղաղ ես, դժվարության ժամանակ ուրախ ես, ուրախանում ես, կարող է քեզ նայեն քեզ ծիծաղանքով ասեն, ինչի՞ վրա ես ուրախանում։ Բայց դու ասես, ես Տիրոջն եմ հուսացած, ես ուրախ եմ, որտեվ վաղը մյուսօր լավ է լինելու։ Ես ուրախ եմ, որտեվ Տերը ինձ հանելու է այս վիճակի մեջից։ Ոնց ուրախ չլինեմ։ Գիտեք, երբ որ միշտ sense լավ է լինում, sense միապաղաղ է, չէ՞։ Մեկ որ sense մտածում եմ, որ sense միշտ sense նորմալ լավ է, միապաղաղ է, բայց մենք շատ բան ունենք Տիրոջից սովորելու։ Դրա համար ուրախանում եմ, այո։ Կասեք տարօրինակ ես, դու հա տարօրինակ եմ, ես ուրախանում եմ, երբ որ մեկ-մեկ ճնշում է լինում։ Երբ որ մեկ-մեկ ճնշման տակ եմ ասում, որովհետև գիտեմ Տերը բան է ինձ սովորացնում, որտեղ ոչ մեկս կատարյալ չենք, մենք բոլորս փոխվելու տեղեր շատ ունենք։ Մեր սրտերի մեջ շատ տեղեր կա, որ Տերը պետք է աշխատանք տանի, եւ այդ ճնշման, դժվարության ժամանակ մենք անցնում ենք դա եւ սովորում ենք Տիրոջից։ Եվ ինչքան շատ դու ուրախանաս, ուրախ անցնես էդի, ժպիտով անցնես, բարեխոսության աղոթքներով անցնես այդ ամեն ինչը, այնքան շուտ դուրս կգաս ու այնքան շուտ քո օրհնությունը կստանաս։ Ամեն։ Ամեն։ Անհամբերությունը, գիտեք ինչ է հետո, անհամբերությունը հավատքի հակառակ կողմերից մեկն է։ Հավատը ասում է, Աստված գիտի, երբ պիտի գործի։ Իսկ անհամբերությունը ասում է, եթե ես հիմա ինչ-որ բան չանեմ, ոչինչ էլ չի փոխվի։ Այ հենց հիմա ես եթե ինչ-որ բան չանեմ, բան չի փոխվի։ Բայց հավատքը ասում է, Աստված գիտի, երբ կփոխվի։ Աստված ցույց կտա, Աստված կխոսա, Աստված նշան ցույց կտա։ Ես կզգամ Աստծու ժամանակը, երբ պետքա գործեմ, երբ պետքա վերցնեմ։ Ես կզգամ, հաստատ սիրելիս, երբ որ Աստված գործում է քո կյանքում, երբ որ Աստված օրհնում է քեզ, երբ որ Աստված լուսավորում է քո կյանքը, դուռ է բացում քո կյանքում, անհնար է դու դա չնկատես, չզգաս։ Անհնար է։ Եվ շատ է լինում, որ Աստված տենց անում է։
Բայց ափսոս շատերը էլի եմ ասում, չեն նկատում։ Ասում են բախտներս բերեց։ Գերմանացիները ասում են zum Glück։ Ես մի կնոջ մի օր վկայում էի մեր հարևանուհիներ, վկայում էի թե Տերը մեզ օրհնեց, այս հրաշքը մենք ստացանք եւ այլ, դե իմ կյանքից մի քանի բաներ, դրվագներ էի վկայում մեր հարևանուհիներ, մեկ էլ ասում էր դա zum Glück, ոնց է հայերեն։ Բախտդ բերել է։ Հա, բախտդ բերել է։ Ասում եմ տիկին բախտը չէ, Աստված է օրհնե։ Ինքը էլի ինձ շրջում ասում է, չէ, բախտը տա բերե։ Ասում եմ, չգիտեմ, ձեր բախտը ոնց է բերում, որ Աստված ձեզ էլ է օրհնում, բայց իմ բախտը չի բերե, ինձ Աստված է օրհնե։ Ամեն։ Այդ պատճառով անհամբեր մարդը հաճախ ընդունում է սխալ որոշումներ։ Մի երկու օրինակ եմ ուզում խոսամ։ Անհամբերությունը, երբ որ մարդ անհամբերությունը բերում է սխալ որոշումներ ու կործանում է բերում։ Տեսեք, Սավուղի օրինակն եմ ուզում բերեմ, Սավուղը թագավոր է, Իսրայելի առաջին թագավորը։ Օրհնված մի տղա, սիրուն մի տղա, բոյով, բուսաթով, Աստված էր իրան ընտրել։ Վատ մարդ չէր, լավն էր ինքը։ Բայց ինքը մի հատ խնդիր ուներ։ Ինքը ուներ անհամբերություն։ Մի քանի բան ուներ, բայց այսօր ես իր անհամբերության մասին կխոսամ կարճ։ Տեսեք, Սավուղի թագավորի դեմ փղշտացիները հավաքվել են մի մեծ զորքով։ Գրված է հազարավոր այն սայլակները, ձիավորները շատ էին հավաքվել, այնքան որ հաշիվել չկար իրան։ Իսկ Սավուղը իր բանակը Իսրայելը ուներ ընդամենը 2-3 հազար զինվոր։ Պատկերացնում եք։ Բայց սա նենց չի առաջինն է Իսրայելի կյանքում, Իսրայելի պատմության մեջ, որ սենց մի փոքր բանակով հազարավոր սենց մեծ բանակներ են ջարդել։ Աստված օրհնել է, Աստված միշտ էլ արել է, Աստված միշտ էլ իրանց հետ է եղել, ձեռքը Աստծո եղել է միշտ Իսրայելի հետ։ Եվ այս անգամ էլ մարգարեն Սավուղին ասում է 7 օր սպասի։ 7 օր սպասի։ Ընդամենը ասում է 7 օր սպասի, անգամ թիվն էլ է ասում։ Գիտեք, Սավուղը հետո տեսնում է, այս մարդիկ չեն կարում էլ սպասեն, իր բանակի հետ զորքի իր հետ եղողները սկսում են փախ անել, իր վրա խոսալ, արդեն մնում են 600-700 հոգի, 500 հոգի, արդեն քչանում է Սավուղը։ Ու ինքը գիտեք ինչ անում, ինքը առաջ է ընկնում Աստծուց։ Աստված ժամանակ էր իրան տվել։ Աստծու ժամանակը պիտի այդ օրը գործեր, ասել էր 7 օր սպասի։ Մենք չգիտենք, մենք շատ անգամ, շատ դեպքերում մենք չգիտենք ինչու, որովհետև հոգևոր աշխարհը մենք չենք կարող լրիվ հասկանանք, դա բարդ է։ Ինչ որ մենք ունենք, սիրելիներս, լավը, վատը, բարին, չարը, օրհնություն անես, դա ամեն ինչը գալիս է հոգևոր աշխարհից մեր կյանք։ Եվ Աստված այս հոգևոր աշխարհի տերն ու տիրակալն է, ոչ թե մենակ հոգևոր, անգամ ֆիզիկական աշխարհ, եւ ինքը գիտի օրենքները, ինքը գիտի երբ է այդ ժամանակ, ինքը գիտի ոնց գործի։ Մենք մեր մարդկային լոգիկով ուզում ենք առաջ ընկնենք։ Տեսեք Սավուղը ինչ արեց։ Ինքը առաջ ընկավ։ Ինքը ասեց. «Բերեք այն քահանայի շորերը բերեք, ես զոհ եմ մատուցում Աստծուն, թող հիմա Աստված սկսի գործել»։ Չսպասեց քահանան, երբ որ պետքա գար։ Պետքա մարգարեն գար դա աներ, ոչ թե Սավուղը։ Եվ Սավուղը առաջ ընկավ։ Եվ հետևաբար Աստված բարկացավ էլի Սավուղի վրա։ Մենք էլ հաճախ շատ անգամ աղոթք ենք անում, որ պատասխանը ուշանում է, տեսնում ենք պատասխան չկա, մենք ինքներս փնտրում ենք լուծել այս խնդիրը, այս խնդիրի հարցը լուծել, երբ որ պատասխանը ուշանում է։ Սիրելիս, Աստված, ես քեզ էլի եմ խնդրում, մի վրազի, երբ որ Աստված սկսում է լուծել քո խնդիրը, դու դա անպայման կզգաս, բայց եթե դու դեռ չես զգում, քեզանից բաներ մի արա։ Քեզանից դուրս արագ մի արա։ Գիտեք, սատանան սենց է ինքը աշխատում։ Ինքը այն ամենավերջում, որ արդեն էլ տեսնում է դու չես համբերում, բայց պետքա այդ վերջի օրը կամ այդ վերջի ժամին պետքա քո հարցը լուծվեր, ինքը լավ է հասկանում սատանան, որտեղ ինքն էլ է հոգևոր էակ։ Ինքը սատանան մեզանից շատ ավելի լավ հասկանում է հոգևոր դաշտը, հոգևոր սկզբունքները։ Մենք չենք հասկանում։ Բայց մենք խոնարհությամբ պետքա լսող լինենք մեր Տիրոջը, որպեսզի լավ լինի, որտեվ ինքն է ստեղծել այս ամեն ինչը, ինքը ավելի լավ գիտի։ Տեսեք, վերջին օրը Սավուղը, երբ որ այդ քայլը արեց, գրածա մի քանի րոպե հետո, հենց Սավուղը էդի արեց,
մի քանի րոպե հետո եկավ մարգարեն, ասեց, «Էս ինչ ես անում»։ Խի առաջ ընկար ինձանից ու ամեն ինչ փչացրեց Սավուղը։ Այն տիրոջ օրհնությունը, որ պետքա լիներ, ամեն ինչ փչացավ։ Եվ չկարողացավ, այսինքն ինքը չկարողացավ վերցնել այն ինչ որ Տերը իրան պատրաստել էր։ Գիտեք, սատանան շատ հաճախ, այսինքն հաճախ որն է, ինքը միշտ է տենց անում։ Ինքը գալիս է այն վերջին պահին, որ արդեն պետքա կատարվի տիրոջ օրհնությունը, ինքը սենց առաջ հանգնում ու գալիս է քեզ համոզում, ասում է, գործողությունը տարա, չհոգնեցիր սпасելուց։ Եկեք հիշենք Հիսուսին։ Վերջին օրն էր, երբ սատանան իր մոտ եկավ։ Երբ որ ինքը 40 օր անապատում անցնում էր փորձություն Հիսուսը, երբ սատանան եկավ, չեկավ առաջի 10-րդ կամ 25-րդ օրը, ինքը եկավ վերջին օրը, որտեղ հենց այդ վերջին օրը ինքը արդեն պետքա դուրս գար, ինքը իր օրհնությունը, իր հաստատությունը երկնքից պետքա ստանար արդեն, պետքա արդեն դուրս գար, եւ սատանան վերջին օրն է գալ։ Շատ հաճախ մեր կյանքում էլ մենք վռազում ենք, ասում ենք, «Խի վռազեցի, հենա եղավ»։ Հենա սենց որ չվռազեի, էսի չանե լինելու էր, հա։ Շատ հաճախ մենք վռազում ենք, որովհետև ու գործողություն ենք անում, որովհետև ես էլի եմ ասում, սատանան գալիս է վերջին օրը, վերջին պահին, ու սկսում է քեզ գայթակղել, սկսում է քեզ վախացնել, որպեսզի դու որոշումդ եւ գործողությունդ անես, առանց Աստծո գալուստի, առանց Աստծո ներկայությամբ։ Սպասիր մինչև վերջ։ Ամեն, սպասիր մինչև վերջ, առաջ մի ընկի։ Անհամբերությունը ծնվում է, գիտեք ինչից, անհամբերության բունը, որ ինքը սկսվում է, վախից է միշտ ծնվում։ Հենց գալիս է վախը, անհամբերությունը բարձրանում է ու սկսում է գործողություններ անել։ Անհամբերությունը, վախենում եմ կորցնել աշխատանքս։ Վախենում եմ կորցնել մարդկանց, վախենում եմ կորցնել ֆինանսները, դժվարություններ գան։ Վախենում եմ ապագայից, այսօր երիտասարդների մեջ, վախենում եմ հանգարց չամուսնանամ և սխալ որոշումներ են անում։ Եկեք տեսենք այսօր ինչքան երիտասարդներ ամուսնանում են ու բաժանվում են, ամուսնանում են ու բաժանվում են։ Եվ 90%-ը ոնց սենց նայում եմ, չգիտեմ, ես կալկուլյատորով չեմ հաշվել, բայց ոնց նայում եմ, շատ քիչ ընտանիքներ, որ ամուսնանում են ու մնում են, շատ քիչ, մեծամասնությունը բաժանվում են։ Ես կարծում եմ, որ սխալ ընտրություն են անում։ Ես կարծում եմ, որ սատանան իրանց առաջ է գցում վախով, որովհետև մարդը ասում է, եթե հիմա չամուսնանամ, եթե հիմա սրա հետ չամուսնանամ, նրա հետ չամուսնանամ, ելում հետ եմ ամուսնանալու, ելում հետ եմ իմ կյանքը կապելու։ Արդյոք Աստված օրհնել է դա։ Արդյոք Աստվածա բերի Աստծո օրհնությունն է։ Գիտեք, ամուսնությունը, սիրելիներ, շատ կարևոր բան է, շատ կարևոր։ Ես մի երիտասարդի հարցնում եմ, ասում էր ամուսնանում եմ արդեն, մի աղջիկ եմ գտել, ու ես հասկանում եմ, որ տիրոջից չի, ասում եմ, լսի, իսկ եթե ձեր մոտ չստացվի, ճիշտ չլինի քո ամուսնությունը, ասում եմ, դե կբաժանվեմ։ Տեսնում եք, մարդկանց մեջ արդեն այս տրախովկեքը կա։ Եթե լավ էլ չլինի, կբաժանվեմ, շատ հեշտ է, չէ՞։ Սա սատանայի կեղտոտ միտքն է, ճնշումն է, որ ամբողջ աշխարհը սրա տակ է արդեն։ Լավ, ոչինչ, կփորձեմ, լավ չլինի, կբաժանվեմ։ Իսկ եթե դու համբերես ու սպասես, որ Տերը քեզ առաջ բերի այն քո կեսին, որը որ քո հետ պետք է ամբողջ կյանքդ անցկացնի, ինչ կլինի։ Ուղղակի պետք է աղոթել եւ սպասել Տիրոջ պատասխանը։ Ես հավատում եմ, երբ որ մարդ անկեղծ աղոթում է եւ սպասում է Տիրոջ պատասխանին, Տերը անպայման պատասխան կտա։ Ամեն։ Եվ վերջին տեղն եմ կարդում, հետո աղոթք ենք անելու։ Տեսեք, Աբրահամի պատմությունը, Աբրահամի ու Սարան։ Ինչ են ուզում իրանք անեն։ Աստված Աբրահամին արդեն խոստացել էր։ Դու կծնես որդի, քոնը կլինի, ես քեզ կտամ շատ սերունդներ, անգամ իրան ասեց, հələ մի հատ հելի նայես աստղերին։ Ասեց, այսքան ինչքան աստղեր ես, դեմ կարաս հաշվես, սշ չէ Տեր։ Ասեց, այդքան դու երեխեք ես ունենալու։ Իրականում նա ունի այդքան երեխեք այսօր, մենք գիտենք։ Բայց Աբրահամը, գիտեք, սպասեց, 25 տարի սպասեց, արդեն դարավ 100 տարեկան,
Գիտեք, բայց անգամ դու դառար 100 տարեկան, անգամ քո լոգիկան, մարդկային լոգիկան արդեն ասում է դա հնարավոր չի։ Տերը չի ստում, Տերը չի ուշանում, Տերը ունի իր ժամանակները։ Մենք գիտենք, որ Ավրամը 100 տարեկան հասակում, իր կինն էլ 90 տարեկան հասակում երեխա ունեցան։ Դա փաստ է։ Տիրոջ համար ինչ խնդիր կա։ Գիտեք, մեր լոգիկան մեկ-մեկ սահմանափակում է, որովհետև Սատանան ինքը աշխատում է մեր մտքի մեջ, ասում է ո՞նց է դա լինելու, կամ ո՞նց կարա տենց լինի։ Ես հիմա հավատում եմ Ավրամի մտքի մեջ ինչեր էր անցնում։ Ո՞նց կարա տատին 90 տարեկան տատին երեխա ունենա, կամ 100 տարեկան պապից երեխա ունենա։ Գիտեք, բայց Աստծու համար անհնարին բան կա։ Ավրամ ջան, Աստծու համար անհնարին ոչինչ չկա, ոչինչ։ Աստված 4 օրվա փտած մեռելիները հարություն տալիս։ Աստված վերջում որ գա հարությունը, երբ որ մարդիկ պետքա հարություն առեն, 1000 տարվա մահացածները պետքա հարություն առնեն, Աստծու համար ինչ խնդիր կա։ Եկեք չսահմանափակենք, եթե մենք հավատացյալ ենք, եկեք մինչև վերջ հավատանք Աստծուն։ Կարճ չհավատանք, գիտես, սիրես, Աստված չի ուզում, որպեսզի մեր հավատքը կարճ լինի։ Անհամբերությունը կարճացնում է, կտրատում է, այսինքն կարճ է անում քո հավատքը։ Ուզում եմ կարճ մտածելակերպ, չէ՞։ Մարդիկ կան այս աշխարհում կարճ են, չէ՞ մտածում։ Տենց էլ հավատն է, կա կարճ հավատք, կա ամբողջովին հավատք։ Եվ Աստված մեզանից սպասում է ամբողջական մի հավատք, որի պատասխանը Տերն է, որտեղ պետքա Տերը վերջում խոսա։ Ոչ թե մենք կանգնացնենք մեր խոսքով մեր հավատքը, այլ Տերը պետքա խոսա։ Տերը պետքա վերջնակետ դնի մեր սպասածին։ Ոչ թե մենք, մեր դրած վերջնակետը օգտին չի ծառայելու, ոչ մի օգուտ դրա մեջ չենք ունենալու, որովհետև մենք հասած սխալվում ենք։ Նույնն էլ Ավրահամը, կինը եկավ ուզեցավ օգնի, ասեց Ավրահամ ջան, այդքան սպասում ենք, մենք երեխա ունեցող չենք, այ մարդ ջան։ Արի են մեր աղախնի հետ ամուսնացի, թող մի երեխա ունենա, այդ երեխունը կորդեգրենք, մերը կլինի։ Մարդը կարծում է, թե ինքը ինչ-որ քայլեր անի, Աստծուն կօգնի։ Աստծուն առաջադիմ ենք, օգնենք իրան։ Գիտեք, էլի եմ ասում, Աստծուն օգնության պետք չի։ Աստված մեր օգնության կարիքը ընդհանրապես չունի։ Աստված ուզում է մեր սիրտը քննի, Աստված ուզում է մեր հավատքը ձևավորի, որպեսզի մեր հավատքը լինի մինչև վերջ։ Ամեն։ Գիտես, սիրելիս, այս հատվածն էլ կուզենամ կարդամ, Սաղմոս 27:14-ում գրված է. Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զորավոր լինի, եւ սպասիր Տիրոջը, նորից է ասում։ Սպասիր Տիրոջը եւ վերջացնում էլ է այդ խոսքով։ Սպասիր Տիրոջը։ Եվ մեջտեղի հատվածը գրված է. թող սիրտդ պինդ ու զորավոր լինի եւ նորից սպասիր Տիրոջը։ Սիրելիս, սպասելը, սպասիր Տիրոջ պատասխանին, սպասիր Տիրոջ օրհնությանը։ Սպասելու մեջ մեր սիրտը զորանում է ումով, Տիրոջով։ Սպասելու մեջ մեր սիրտը հավատքա, ավելի շատ հավատքա ձևավորվում մեր սրտի մեջ Տիրոջով, Սուրբ Հոգու հավատքը ինքը ձևավորվում է մեր սրտի մեջ։ Դա մեզ պետք է նախ առաջինը իմ ու քո փրկության համար։ Փրկության համար։ Մենք ո՞նց ենք փրկվում։ Հավատքով։ Քրիստոնյաներ կան, որ ճանապարհի կեսից ասում են հաջողություն ես գնացի։ Պողոս առաքյալը ասում է, դուք հոգով սկսեցիք, ինչ կատարվավ ձեր հետ, որ մարմնով եք վերջացնում։ Խնդիրը անհավատությունն է, որովհետև հավատքի մեջ, երբ որ մարդ միշտ հավատքի մեջ է գտնվում, քրիստոնյան, կանչվածը, Աստծու երեխեն, ծնվածը Աստծուց, նա պետք է միշտ լինի հավատքի մեջ։ Եվ որպեսզի մենք միշտ լինենք հավատքի մեջ, մեր սիրտը պետք է զորացած լինի։ Մենք պետք է սա անցնելով, համբերությունը անցնելով, Տիրոջը միշտ սպասենք, Տիրոջը միշտ սպասենք։ Տերը միշտ մեզ անցկացնում է, որպեսզի մեր սիրտը միշտ պատրաստ լինի, հանկարծ չթուլանա։ Զորացիր Տիրոջով եւ սպասիր Տիրոջը։ Տերը մեզ էսել եմ ասում, ինքը ավելի լավ գիտի քո կարիքը, քո ցանկությունը, քան թե դու ես ինչ-որ մի փոքր բան Տիրոջից ուզում։ Միշտ տենց է։ Մենք ինչ-որ մի բան ենք երազում, մեր համար դա ինչ-որ մեծ բան է։
Մենք էս ենք ուզում, երեխեքի պես, երեխա ենք, բոլորս էլ Տիրոջ աչքերի առաջ երեխա ենք։ Մեկ-մեկ Տերը երևից ծաղում է մեր վրա, ասում է սրա ուզածը, անքես տես ինչ եմ տալիս։ Ամեն։ Տես քեզ ինչ մեծն եմ տալիս։ Տես քեզ ինչ կատարյալն եմ տալիս, բայց մենք պետքա սպասենք, որպեսզի ստանանք։ Բայց որ չենք սպասում, գիտեք ինչա տեղի ունենում։ Մենք ձգտում ենք, մեր ամեն ինչ անում ենք, ջանք ենք դնում, մեր ձևերով հասնում ենք նրան, ինչ որ մենք ենք պատկերացրել, վերցնում ենք ու նստում ենք դա։ Տերն է ասում, դու ես ընտրել, դու ես վերցրել, դե տար։ Սիրելիս, միշտ արա, եկեք սենց ասենք, ես այսօրվանից կրկնեք իմ հետևից։ Միշտ սպասելու եմ Տիրոջ պատասխաններին։ Ես Տիրոջից առաջ չեմ ընկնելու։ Ամեն, եկեք կանգնենք ոտքի աղոթք անենք։